Բարև ձեզ բարեկամներ, Փակտիվին նորից եթերում է եւ արդեն լավ ավանդույթ դարձած մեր, ինչպես ասում են, նախնական պայմանավորվածության համաձայն ամեն շաբաթ մենք ուղիղ կապով զրուցում ենք համահայկական ճակատ շարժման առաջնորդ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ։ Բարև ձեզ, պարոն գեներալ։ Բարև ձեզ։ Դե գիտեք, այնպիսի օրեր ենք ապրում, որ չենք դադարում զարմանալուց։ Երևի սկսենք մեր զրույցը Միացյալ Նահանգների փոխնախագահի այց Հայաստան, այնուհետև Ադրբեջան եւ փաշինյանական ռոպագանդան էլ այնպիսի տոներով ներկայացրեց 99 տարով Հայաստանը ապահովել է իր անվտանգությունը, ոսկե սարեր 9 միլիարդի ներդրման մասին են խոսում, բայց մարդիկ չգիտեմ դիտավորեն, այնպես թե չեն հասկանում, որ այդ 9 միլիարդը սիրուն աչքերի համար չեն տալու ամերիկացիները մեզ։ Պարոն Ղուշյան, եկեք սկսենք հենց այցի, երբ որ ասենք ինքը մտավ ներս։ Դուք նկատեցիք այդ երջանիկ դեմքերը մեր կառավարության ներկայացուցիչ, այնպես հիացած նայում էին։ Գիտեք, երևի այդպես են նայում էին այն աբորիգենները, երբ որ Կոլումբը գնաց Ամերիկա, սկզբից։ Այտենց երևի Աստվածի տեղ էին դրել։ Դες տպավորություն էր, որ չգիտեմ, էլի իրանց եթե թողեինք երևի սա փաթաթվեին, հարցակվեին վրան եւ ասում, ոնց որ Կոլումբը եկել էր Ամերիկա։ Այն մոտ այդ տպավորությունն էր։ Ինչ վերաբերում է փոխնախագահին, մենք հստակ մի դաս ստացանք, այն ինչ որ ես ասել եմ։ Առաջինը, ոչ մեկ չի հարգում պարտված երկրի ղեկավարին։ Տարբերությունը տեսանք։ Մեր վարչապետի պահվածքը եւ ասենք նրա հարաբերությունները, որ ավելի շատ հիշեցնում էր պրոտոկոլ եւ նույնը տեսանք Բաքվում, թե ինչ ձև էր պահում Իրան Ադրբեջանի նախագահան եւ ինչ ձև էր պահում իրեն Ամերիկայի փոխնախագահան։ Ուղղակի նստեք տարբերությունը նայեք։ Եվ իհարկե այդ չզարմացա սխալ թարգմանություն մենք վերցրեցինք անգլերեն տեքստը առանց մեր այդ հայկական այդ սինխրոն թարգմանիչի եւ տեսեք ինչ ասած նույնիսկ եթե հենվենք այդ թարգմանության վրա նո առաջին ինչ արեցին ժողովրդի մոտ այնպես տպավորություն ստեղծվեց որ Ամերիկայի Միացյալ Նահանգները 9 միլիարդի ներդրում է պլանավորում Հայաստանում ես ուզում եմ բոլորին հիասթափացնել process-ը հակառակն է այդ 9 միլիարդը մենք պիտանք Ամերիկային 11 միլիոն դոլարի անօթաչու թռչող սարքեր հետախուզական հիշում եք մենք մի անգամ Ֆրանսիայից էլ լակատար մի հատ առանք վերինք այդ մի տարի խոսում ենք որ Ֆրանսիայից զենք ենք առել առանք հետախուզական միջոց որը իրականում չաշխատեց Հայաստանի տարածքում որտեղ մեր համակարգը ուրիշ է եւ չսինխրոնիզացվեց մեր համակարգի հետ հակաօդային համակարգը չի կարող առանց սինխրոնիզացիա որ բոլոր լակատարները մի ցանցում աշխատեն աշխատեց ինչ որ մի հատ sense փոքր հատվածը կարող է դրել են չգիտեմ աշխատում է պահում են բայց ինչա տալու հետախուզական ԱԹՍ-ները ինչի համար են մենք ենք փողը տալու առնենք ես նորից եմ ասում ու դա հարվածային ԱԹՍ-ներ չեն դա հետախուզական են դե մի 10 րոպե շուտ ենք ունենալու որ մեզ խփելու են այդքան բան պատասխանելու ոչինչ չունենք այդքան բան ինչի վրա են ուրախացել չեմ հասկանում հիմա վերադառնանք այդ այցին ես ուզում եմ իր հենց այդ խոսակցություններից մի քանի դրվագներ ասեմ ձեր ուշադրությունը հրավիրեմ
Տեսեք ինչ ասում, սկզբից խոսում է խաղաղության մասին։ Թրամփն ու մեր երկրի վարչապետը միասին իրականացրել են իսկապես տեսանելի խաղաղություն եւ այլ, ոնց որ թե սա լավ է։ Նա նշեց, Միացյալ Նահանգները հպարտությամբ տրամադրեց մի շարք արտահանման լիցենզիաներ բարձր հզորությամբ այդ չիպերի մասին։ Դες ոչ թե ինքը մեզ ասում է դուք արտադրեք, ինքը մեզ տալիս է այդ չիպերը։ Ինչ է դա նշանակում, ինքն ասում։ Դա նշանակում է նոր շուկաներ ամերիկացի աշխատողների եւ Ամերիկայի բիզնեսի համար։ Տեսեք ինչ է ասում, հիշեք, այս մեկ, որ հասկանանք այդ մարդը խի է եկել։ Հիշում եք, չէ՞, սկզբից ասեց խաղաղություն, դու այս խաղաղություն եք ուզում, կոպիտ եմ ասում։ Ուրեմն, պետք է այս բանը անեք, պետք է գաք մեզնից այդ չիպերը առնեք։ Ինչ է, Հայաստանի բարձր այդ որակով չիպերը ինչի պետք են, ինչ են արտադրում։ Սպուտնիկ են արտադրում, չգիտեմ, ինչ են արտադրում։ Թույլ է տալի, եկեք առեք։ Երևի կառնենք, ինչ որ մեկին կծախենք, ուրիշ ոչ մի բան չեն կարող անենք։ Մյուսն ենք նայում։ Մենք նաև շատ հպարտ ենք հայտարարել, որ մեր երկրներ են ավարտել են համաձայնագրերի շուրջ բանակցություններ։ Դա կհարթի ճանապարհն ամերիկյան եւ հայկական ընկերությունների համար կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Ուշադիր լսեք։ Ոնց որ թե լավ է, ամերիկացիները մեր հայերի հետ կնքելու են մեր գործարաններ, կնքելու են համաձայնագիր։ Դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, չի ասում այդ գումարը դնելու է մեր բյուջեի հաշվի վրա, շարունակեք, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի եւ սպասարկման պայմանագրերի միջոցով։ Ինչ է նշանակում։ Այդ 9 միլիարդը մենք ենք տալու, որ առնենք այդ ատոմային իր այդ բլոկերը, որ աշխարհում ինքն էլ ասում, հեսա կարդանք, շատ քիչ տեղեր են դրած։ Ինքն ասում։ Հեսա այդ շարունակությունն էլ կնայենք։ Ասում է 5 միլիարդի տեխնիկա եմ տալու, բերել եմ մոդուլային ատոմային կայանը ստեղծեմ, ու այդ իմ 5 միլիարդը եկամտով հետ ստանամ, то есть 5 միլիարդ ինքը ներդնելու է, մի 8 միլիարդ հետ ստանա, որտեղ էներգետիկայում ոնց ասեմ, ապահովագրած եկամուտներ է ստանալու։ Ինքը չի գալի Հայաստանում զավոդ սարքի։ Ու ինքն էլ է շարունակում։ Դա դասական փոխշահավետ գործարք է, թե Հայաստանի, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Ես բացատրեցի, որ Հայաստանը ստե չկա։ Սա նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն իմ երկրի համար։ Լսում եք ինչ ասում։ Չի ասում Հայաստանի համար։ Դա նաև կստեղծի բազմաթիվ նոր աշխատատեղեր ԱՄՆ-ում։ Լսում եք ինչ ասում այդ մարդը։ Սա երկրորդ անգամ ԱՄՆ-ի աշխատատեղերի, այս մարդը, որ հասկանաք ինչի համար է եկել։ Ասում է 9 միլիարդ տվեք, կասեմ ձեզ չեն տպի, ուրիշ ոչ մի բան։ Այո։ Հա, շարունակենք։ Եվ ինքն է ասում, այդ ոնց որ ասեցի, սա քիչ երկրներից մեկն է, որտեղ մենք բավականաչափ վստահություն ունենք այս մակարդակի ներդրումներ կատարելու, ինչն է ներդրում չեմ հասկանում։ Խոսքը գնում է այդ բլոկերի մասին։ Գնանք տրիպի ճանապարհի մասին։ Տրիպի ճանապարհը նկարագրելիս ասում է, որ Հայաստանին լավ բաներ, կապեր կունենա հարևանների հետ։ Չկարդամ էլի արդեն ջղայնանում եմ ճիշտն ասած։ Ես չհասկացա, այդ Զանգեզուրի միջև այդ Զանգեզուրի ճամփեն մենք դեպի Թուրքիա եւ դեպի Ադրբեջան ուրիշ ճանապարհ չունենք։ Այդ ճանապարհը թույլ կտա, որ մենք իրանց հետ
ունենանք հարաբերություններ, պատկերացնում եք, ու նորից գնում է տարածաշրջանում այդ ճանապարհում կառուցեն, ասենք, չգիտեմ, խողովակներ, չգիտեմ, հոսանքի գծեր եւ այլ։ Ուզում հասկանամ։ Մենք դրա մեջ ինչ ունենք։ Անօթաչու թռչող սարքերի մասին։ Արդեն ասացի։ Հետախուզական միջոցները, իմիջիալոց ասեմ, աշխարհի ամենաթանկ այդ անօթաչու թռչող սարքը ամենաթանկերից մեկն է։ Այս 11 միլիոնի մի 3 հատ բան են առնել։ Ինչա դա տալի չեմ հասկանում։ Դա գիտեք ինչա տալի։ Դա տալիս են, որ նա Վաշինգտոնից նստած իր համար պատոհանա թողել։ Վաշինգտոնից նստած մեր հաշվին, մեր տարածաշրջանում հետախուզություն է վարել։ Եթե մերոց թվում է, թե այդ անօթաչու թռչող սարքը որ թռավ, մենակ մենք ենք տենալու, մենակ մեր խնդիրն է կատարելու, ես ճիշտ ասած կասկածում եմ։ Ու ճիշտ ասած ինձ դուրս չի գալի, որտեղ ես հասկանում եմ, որ երևի թե հիմնականում դա օգտագործվել է Իրանի դեմ։ Ես այդպես եմ հասկանում։ Աստվածտա սխալվեմ։ Ու այդ շոուները, որ սենց է, նենց է, սենց չի։ Նորից շարունակենք այս ռազմական տեխնոլոգիաների եւ բանում։ Երրորդ անգամն ասում է։ Դա Միացյալ Նահանգների համար նշանակում է ավելի շատ աշխատատեղեր եւ ավելի շատ ներդրումներ մեր սեփական պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում։ Իսկ մենք այդ փողը տալի առնում ենք։ Իսկ մարդ եկել է, ասում է փող տվեք 9 միլիարդ փող է ուզում, ու նենց են տպավորություն ստեղծում, որ իրանք են ներդնում, չէ, իրանք 9 միլիարդ եկել են տանեն։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկա վարչակազմը միայն փող է տանում երկրներից, որ երկիր ուզում եք վերցնեք։ Ինչ վերաբերում է այն, որ ասել է 99 տարով անվտանգություն ենք ապահովել եւ այլ։ Ես ուզում եմ հասկացնեմ մարդ, որը որ գաղափար չունի ազգային անվտանգությունը ինչա, տենց էլ չսովորեցին։ Գաղափար չունեն ազգային անվտանգությունը ինչա։ Նույն Ամերիկայի Միացյալ Նահանգները, եթե հիշում եք, Վիետնամում զորք ուներ։ Եվ պահում էին Վիետնամը, ինչով պրծավ։ Աֆղանիստանում 20 տարի եկել էին այնտեղ զորք էին տեղադրել։ Հիշում եք այդ փախուստը սամալյոտից, որ մարդիկ ընկնում էին եւ այլ։ Ցանչի մասին է խոսում։ Սա խոսում է, որ ամեն ժողովուրդ ինքն է կերտում իր սեփական անվտանգությունը։ Հասկանում եք, ու ոչ մեկ չի գալու մեր համար, մեզ համար անվտանգություն ստեղծի։ Ոչ մեկ չի գալու։ Մենք պետք է առաջարկները որ ստանում ենք, կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, կլինի Ռուսաստան, կլինի Եվրոպա, մենք պետք է ընտրենք որն է մեզ ձեռք տալիս։ Մարդը եկավ, մեզնից փողը ստանում է, հաշվեք 13 միլիարդ արտաքին պարկ ունենք, ուրեմն գումարեք այդ 9 միլիարդը։ Ֆանտաստիկ ծուղ։ Հանգիստ կարակ արդեն գումարեք։ Պարոն գեներալ, գիտեք, մեր ունկնդիրներից շատերը ասում են իհարկե շատ լավ է, որ Միացյալ Նահանգները շահագրգռված են, որ գան մեր երկրում նման ոճով աշխատեն, բայց շատ դժգոհեցին, երբ որ ուրախ էին իհարկե, որ փոխնախագահ գնաց Եղեռնի հուշահամալիր, բայց դժգոհեցին, թե ինչու հանեց իր գրանած ցեղասպանություն բառը։ Այս մասին ինչ կարող եք ասել։ Պաղուշյան, ես կասեմ իմ կարծիք։ Առաջին հաշվի առեք, որ գալիս է աշխարհի ամենաուժեղ երկրի
Երկրորդ մարդ։ Փաստացի երկրորդ մարդն է այդ մարդը։ Ինքը միջև մեր տարածաշրջան գալը, ինքը պատրաստվել է։ Այնտեղ համակարգ աշխատում, ինստիտուտներ են աշխատում, իրեն պատրաստում են։ Ինքը չի իմանում Հայաստանի ինչ բան է։ Չի իմացել միջև այդ։ Իրան բերե պատրաստել են, դա նորմալ է։ Ես դա ոչ թե իրան թերացնում եմ, ամեն ինչ չես կարա իմանաս։ Թեկուզ դու բարձր պաշտոնի ես։ Հա։ Իրան բերում պատրաստում են, ասում են Հայաստանը սա է, պատմությունը սա է, Հայաստանը եղերնի է։ Սենց այդ տարածաշրջանի մասում իրանք պատրաստվել են, դրանք լուրջ մարդիկ են։ Դա մերը չի, որ գնա Պրագա կներեք երկու բաժակ խմի, ասի բերեք Արցախը ձեզ տամ։ Սրանք պատրաստված են եկե։ Ես այստեղից ենթադրում եմ, որ մերոնք են ասե հանի։ Նա չեր գնա ծիծեռնակաբերդ, չեր գնա, եթե համաձայնեցված չլիներ սպիտակ տան Տրամպի հետ, որտև այդ սաղ իր այցի ծրագիրը հաստատում է երկրի ղեկավարը, ոնց որ քչից լավից մեր մոտ էլ է տենց, որ միտեղ գնում ես, բերում ես քո այցելության բանը, երկրի ղեկավարը կամ արտգործ նախարարը հաստատում է, նայած ինչ պաշտոն ես պաղասնում, եթե այդ կարգի մարդ ես, ես չեմ կարծում, որ Հայաստանի, ասենք, փոխվարչապետը կեթա մի տեղ ու այդ ծրագիրը չի տեսնի միջև գնալը մեր երկրի վարչապետը, նույնիսկ եթե իրենք, այս մարդը հաստատել է, նա եկել է, նա գնացել է, ծաղիկները դրել է, և դրա համար էլ մերոնք են խնդրել, դրա համար էլ մեր պրոտոկոլից ընտեղ ոչ մեկ չկար։ Նույնիսկ եթե համարենք դա անձնական այց, միևնույն է մեր պրոտոկոլի ներկայացուցիչը պետք է կողքը լիներ։ Չկար, եթե նայեցիք չկար, մեր մոտից ոչ մեկ չկար։ Դա ինչի մասին է խոսում, մերոնք են ասը հանեք։ Իմ կարծիքը դա է, որպես մասնագետ եմ ասում։ Ու ցավալին էնա, որ ճիշտն ասած, մեր ժողովուրդը զարմացած եմ էլի։ Այսքան կներեք միջազգային չափալախ ուտելը ինչքան կարելի է համբերել։ Եվ հանդուրժել։ Այո, եւ հանդուրժել, ինչքան կարելի էլի։ Պարոն գեներալ, իհարկե մեր ունկնդիրների մեծ մասը անհամբերությամբ սպասում է նաև առաջիկա համապետական ընտրություններին, 2026-ին խորհրդարանական ընտրություններին։ Դուք նախապատրաստում եք այդ ընտրությանը եւ արդյոք կհայտարարեք երբեք սկսելու այդ քարոզարշավի գործընթացը։ Պահուշան, մենք մոտակա ժամանակը հայտարարություն կանենք ու ամեն ինչ կասենք, գտնում եմ հələ որ շուտ է, ինչ վերաբերում է ընտրություններին։ Մեր երկրում այդ ընտրությունները ինձ համար արդեն գիտեք ինչ է, մի երևույթ է, որը հա միջոց է տալի իշխանություն փոխվի։ Բայց գործող իշխանությունը, այն որ քննադատում էին 90-ականներից սկսած Հայաստանում տեղի ունեցող ընտրությունները, հիշում եք, այսօր իրանք դարել են այդ ֆալսիֆիկացիաների, այդ ճնշումների, քաղաքական հետապնդումների, որ իրանք ինչ-որ քննադատում էին։ Եթե այդ մասով Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ ռեկորդների գիրք լներ, իրենք հաստատ այդ նվաճումը կունենային։ Տեսեք, ինչ են անում։ 8 տարի է 18 թվից մինչև 26 թիվը։ Իրենք իշխանության։ Բերել են այդ ամերիկացուն, ժողովրդին խաբում են, ասում են, այս կանենք, այն կանենք, մոտակա 5 տարին։ Այն գերջան։ Այդ ես կարամ ասեմ ժողովուրդ ջան, որ ինձ ընտրեք, ես կանեմ սա։ Դուք պետք է հաշվետվություն տաք։ Ես որ
Հայաստանից գնացի, եկաստեղ, կարակը արժեր խանութում 300-350 դրամ, ամենաբարձր, չգիտեմ, յուղայնությամբ կարակի մասին եմ ասում, հիմա 800-ից 1000 դրամ, հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում, սա է ձեր պատկերը, եթե մենակ ես մի փոքր բան ասեցի, դուք պետք է հաշվետվություն տաք, Ժորժ ջան, 8 տարի եկել ենք իշխանության, 8 տարվա մեջ ինչ եք արել, դե հենց ասես, Ղարաբաղն ես տվել, դե հենց ասես, բանակը քանդել ենք, ոչ մի զենք և զինամթերք, զինատեսակ, որը որ թույլ կտա մեզ պաշտպանվել, կամ որակական տեսակետից, կամ քանակական տեսակետից մենք չունենք։ Եվ չի էլ ստեղծել։ Շարունակել ենք հետապնդումները, մարդկանց վրա գործ սարքելը, բանտարկել ենք և բաց ենք թողել այս ընթացքում, տնային կալանք և այլ, և այլ, և այլ։ Ըստ իմ տեղեկությունների, մենակ քաղաքական գործիչներ, տարբեր մակարդակի, մենք ասենք լսում ենք այն մարդկանց անունները, որոնց ճանաչում ենք, որոնց մամուլն է գրում և այլ, և այլ, և այլ։ Բայց միայն 25 թվականին, միայն 25 թվականին, մոտավորապես 3000 մարդ քաղաքական պատճառներով ձերբակալվել է, ըստ իմ տեղեկությունների։ Տարբեր մարդիկ։ Հետապնդումները շարունակվել են, քաղաքական բաներից ելնելով, մենակ պաշտպանության ոլորտում քաղաքական, ուղղակի այդ մարդը, ասենք, խելոք ծառայել է, բայց ասենք բարեկամ ա եղել, կամ չգիտեմ ինչ ա եղել, կամ ինչ-որ Facebook-ում այն կետը չի նայել, մենակ բնից 3000 հոգի զորացրել են։ Այդ մենակ բնից եմ ասում։ Կրթության բանից, մոտավորապես 1000 հոգին դեից են հանել, տարբեր մարդկանց, սկսած հավաքարարից։ Մեկի բարեկամն է, ասենք օպոզիցիայի բարեկամ է, ինչ-որ միտեղ գնացել է քվեարկել է, Էջմիածնում քվեարկել է, և այլ, և այլ։ Դուք հասկանում եք ինչ է կատարվում։ Քրեական գործերը մի տարվա մեջ քանակը աճել է 20,000-ով։ Փաստացի, Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիների 15%-ից ավելի վրա քրեական գործեր կա հարուցված։ 40%-ը տարբեր քրեական գործերով անցնում են, որպես վկա և այլ, և հարցաքննվում են։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Այս իմ տվյալները չեն։ Թող հելնեն հերքեն։ Ես էլ ուրախանամ, ես որ կարդացի, ես շատ բան կարամ ասեմ, ես կարդացի, ես զարմացած եմ։ Պատկերացնում եք ժողովրդի 10%-ի վրա քրեական գործ է հարուցված։ Էդի ահավոր է։ Ու քաղաքում կարգ ու կանոն չկա։ Սպանությունները շարունակում են, բռնությունները շարունակում են, ըստ իմ տեղեկությունների, թող ելնի հաշվետվություն տա, ամեն նախարար ընտրություններից առաջ թող ելնի հաշվետվություն տա։ Հաշվետվություն տա։ Մենք էլ բացատրենք, որ այդտեն շինգեր, դու սուտ ես խոսում։ Դե սուտը կեղծիք այս իշխանությունների գործելակերպն է։ Իրանք պոպուլիզմով են զբաղված, պարոն Ղուշյան, խաբում են ժողովրդին, մեր ժողովուրդ չի հասկանում։ Ես նորից եմ ասում, ինչքան կարելի է չափալախ ուտել, ինչքան կարելի է խաբված լինել։ Բանակը 1.5 տարի սարքենք։ Մի տարի սարքեիք։ Ինչ ենք ամ, սենց գնանք, մյուս իշխանությունն էլ գա, թե իրանց լոգիկայով գնա, կարող է տնի 6 ամիս սարքի, հետո, բա հիմնավորումը ո՞րն է։ Հիմնավոր է, կարող է բանակ
Կարող է չպետք է լինի զորակոչային բանակ։ Եկալեք հիմնավորեք։ Ինչի իման վրա եք դա որոշել, չգիտեմ։ Գիտությունը, կրթությունը, պատմությունը ո՞նց եք զարգացնում։ Ինչ ենք անում։ Սկսում ենք պատմությունը Նիկոլից, զրոյացնում ենք անցյալը, սարքում ենք Նիկոլից։ Ոնց որ կոմունիստները փորձին անել։ Պարոն Կարապետյան, տեսեք, իշխանությունները, հատկապես իշխանական մամուլը, անընդհատ մարդկանց փորձում է համոզվել, որ այս առաջիկա համապետական ընտրություններում ընդհանրապես 2-3 դաշին 3-4 կուսակցություն կարող են մասնակցել եւ արդյունքի հասնել։ Բնական է իրենց տեսնում են առաջնակարգ, նրանք կոնկուրսից մրցակցությունից դուրս են, բայց լավ, այս սուտը ոնց են կարողանում հрамցնել։ Պարոն Ղուշյան, այս պարագայում իրանք անում են ամեն ինչ, որ այդպես է լինի։ Ըստ իմ տեղեկությունների, օդում ոնց ենք ասում, օդում պտտվող լուրերի, հա։ Ինքը այս ընտրություններին ոչ միայն ուզում է ստանա իշխանությունը, այլ ուզում է այցում ավելի հստակ վերահսկողություն սահմանի պարլամենտում ապագա օպոզիցիայի վրա։ Ինքը ուզում է նկարի այդ օպոզիցիան։ Իրանք ձև չունեն, իրանք հասկանում են, որ պատմության մեջ ու պատմություն իրենց չի ներելու, պարոն Ղուշյան։ Չի ներելու, պատմության մեջ իրենք գրված են արդեն։ Իրենք գրված են որպես ամենավատ հայոց պատմության մեջ ամենավատ կառավարությունը եւ իշխանությունը։ Ու եթե դա չգրվի մի ամիս հետո, 3 ամիս հետո, դա գրվելու է մի տարի հետո, դա գրվելու է 2 տարի հետո։ Իրանք չեն ուզում այդ եկեղեցին, բան, ինչա, գիտեք թե իրան այդքան մտահոգում է, որ ինչ որ ասենք մեր մոտ, ինչ որ այդ եկեղեցում ծառայողի մեկը իրան ճիշտ ապա է կամ սխալ ապա է, չէ։ Որտեւ եկեղեցին գրում է պատմությունը այն ինչ որ կա։ Նույնիսկ կոմունիստների ժամանակ մեր եկեղեցականները ասում էին ուրիշ պատմություն։ Հասկանում եք, այն որ մենք դպրոցում ենք անցնում են եւ ինստիտուտներում, հիշում եք, հայերեն մի քիչ ռուսերենից այս մասով ավելի լավ է, չէ՞, ինչ ասում, իստորիա ԿՊՍՍ, նաուչնի կոմունիզմ, հիշում եք։ Իհարկե շատ լավ։ Դե այդ սա դեմագոգիա էր, դրա համար հիմա ոչ մեկ չի սովորում, չէ, անցավ, գնաց։ Կարող ասենք ինչ որ մասնագետներ, պատմաբաններ նստեն ուսումնասիրեն, բայց էլ ինստիտուտներում դա չկա։ Մնացել է այն ինչ որ անցնում էին եկեղեցում, ինչ որ գրում էր խորենացին, տառերը օգտագործում ենք այն ինչ որ գրել է Մաշտոցը։ Այդ բոլորը եկեղեցու ծառայողներ էին։ Իրանք դրանից են վախում։ Դրանից են վախում, հասկանում եք։ Դրա համար են գնում այս եկեղեցականների դեմ։ Ես մեր ժողովրդին կոչ եմ անում բոլորին պայքարել իրենց իրավունքների համար։ Պայքարել։ Ու եթե սա շարունակվի, ես միշտ կրկնել եմ, եթե սրանք այսպես շարունակեն, իրանք բերելու են քաղաքացիական պատերազմի, որը շատ վտանգավոր է մեր ժողովրդի համար։ Արուն են թափելու, ու մենք մարտի 1-ը սենց մի հատ թեթև զբոսանք է բոլորից թվալու։ Այսօր ես ձեզ ասում եմ։ Ու ամբողջ պատասխանատվությունը այս ամենի, այս գործող իշխանության վրա է։ Ու ես չգիտեմ, նորից ես մի անցած անգամ ասեցի, երևի շատերը չհասկացան։ Մեր երկրի ժողովուրդ ամենաանպաշտպան ժողովուրդն է, թե ներսում, թե դրսում։ Մենք ունենք, չէ, հատուկ ծառայություններ ունենք։ Պատկերացրեք, մեր հետախույզներից մեկը արտերկրում կալանավորվում է։ Հրաման կատարելու համար։ Սրանք են կանգնելու իր թասիբին։ Հույսներդ մի դրեք դրանց վրա, դրանք ձեզ չեն պաշտպանելու, տղեկ։ Չեն պաշտպանելու։ Եվ խոսքը գնում է բոլորի համար։ Չեն պաշտպանելու ոչ
հայոց կանանց։ Չեմ պաշտպանելու ոչ հայոց հասարակ տղամարդկանց, մեր մեծերին եւ երեխաներին։ Սրանք ունակ չեն։ Սրանք չգիտեմ պաշտպանել ինչը։ Սրանք մենակ ծախում են։ Ծախում են։ Եվ մենք պետք է հասկանանք մի բան։ Այս համակարգը մեր համակարգ չի։ Մեզ պետք է կիսանախագահական կառավարում։ Եվ մենք դրան ենք եթում, դրա համար միացեք մեզ։ Մենք պայքարելու ենք դրա համար, որ ամեն հայ քաղաքացի իրավունք ունենա գնա իր ձայնը տա եւ երկրի ղեկավար ընտրի։ Ոչ թե փողոցից եկած երկու թափթփուկ նստած համ վարչապետ են ընտրում, համ նախագահ։ Ես կարծում եմ մեր ունկնդիրները ճիշտ հետևություն պիտի անեն, որտեղ իսկապես մենք շատ լուրջ ընտրության առջև ենք կանգնած։ Սրանք հեռանալու են, ով որ չի հասկանում դա։ Սրանք հեռանալու են ու նորից եմ ասում եւ կրկնում եմ, սրանց բախտը կբերի, եթե մեր ժողովուրդը իրանց հանի։ Տեսեք ինչ եմ ասում։ Ես դեմ եմ ցանկացած արտաքին միջամտման, ցանկացած։ Ես դեմ եմ, որ հայը հայի արուն թափի։ Բայց սրանք, սա ինչ որ սա ասում եմ, սա աշխարհի պատմությունն է։ Այլ ընդրանք չեն թողնում։ Այո, տենում եք, ոչ մի բան չի որոշում։ Ասում եք, ուզում եք խաղաղություն։ 9 միլիարդ փող տվեք։ Այդքան բան, եկեք 11 միլիարդ, ասա իմ ասում եմ, ես չեմ եկել, եկել եմ ստե աշխատատեղեր ապահովեմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Եղավ, շնորհակալություն։ Տեսու ձեզ։ Սիրելի բարեկամներ, ես պիտի ասեմ, որ հերթական անգամ մենք լսում ենք համայնքական ճակատշարժման առաջնորդ գեներալ-մայոր Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին։ Լուրջ հետևություններ արեք գեներալի խոսքերից։ Այսօր այսքանը, ցտեսություն։